Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, ձեզի հետ է Հարութ Մարգոսյանը ընդրական ակնարկ հայրակիրով։ Նախ անդրադարձ մգադարենք Հայաստանի մեջ դեղի ունեցող վերջին զարգացումներուն, ապա Հայաստանեն արցանց մեզի բիդիմյանա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան Դաշինքի պատգամավորի տեխնազու Հոյտայի անդամ Դարոն Ղազարյանը։ Խոսելու համար մայիս 28-ի Հայաստանի անկախության տոնի այսօրվան խորհրդի մասին, ինչպես նաև անդրադառնալու ընդրական քարոզարշավի վերջին իրադարձություններուն։ Այս տարի 28 մայիսին Հայաստանի անկախության տոնակատարությունը Հայաստանի մեջ տեղի ունենա քաղաքական լարված մթնոլորտի մեջ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գլխավորությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018-ին իշխանության գալեի հետ առաջին անգամ լալով գուզե նշել 28 մայիսը եւ զայն ներկայացնել իբրև ազգային վերածնունդի խորհրդանիշ, սակայն ժամանակահատվածը մտածել գուտա թե իրականության մեջ նախընտրական քարոզարշավի միջոց մնե կատարվելիքը։ Վերջին օրերուն հանրապետության հրապարակի վրա անագնկալիորեն հայտնվեցան Հայաստանի զինյալ ուժերու զինանշանի նոր դարբերակներ։ 27 մայիսին Պաշտպանության նախարարը հայտարարեց, թե բանակի զինանշանը պաշտոնապես փոփոխության ենթարկած է։ Նախարարությունը բացատրություններ տվավ զայն փոփոխության ենթարկելու որոշումին համար։ Պատկերված երակույնը հին դարբերակի վրա ամբողջական չէր, իսկ հիմա արդեն ամբողջական է։ Զինանշանի արձիվին բերանը փակ էր, իսկ հիմա բաց, ինչ որ կխորհրդանշե բայկարելու կամքը։ Իսկ սուրը այնպես ներկայացված էր, գարձեք թե գոդրած է, բայց նոր դարբերակի մեջ ամբողջությամբ երևելի է։ Այս բոլորը լավ հատկանիշներ են, սակայն զինանշանին վրա ավելցված է այլ պատկերմը։ Հայաստանի քարտեզը առանց Արցախի, առանց Արևմտյան Հայաստանի, մեկ խոսքով առանց հայտարարի արդար պահանջի։ Ավելին, քաղաքական վերլուծաբաններ զայն նկատեցին քաղաքացիական պայմանագիրի քարոզարշավ, նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյան Հայաստանի նույն քարտեզը դարձուցած է ընդրական քարոզչության միջոց։ Ավելին, այս փոփոխությունը ըստ քննադատներու կբարնագե քաղաքական լուրջ ուղերձ։ Անոնք կբնտեն, որ այս քայլով իշխանությունը փաստորեն կհերանա ոչ միայն Արցախի հարցեն, այլ նաև Արևմտյան Հայաստանի պատմական պահանջադիրութենեն։ Այսինքն, խորհրդանիշը այլևս չի ներկայացներ համասկային տեսլակամը, այլ կսահմանափակվի բերական ներկա ջանցված սահմաններով։ Նույն դրամապանության մեջ կդիտվի նաև Արարատեն դեպի Արաքատ շեշտադրումը։ Արարատը տարեր շարունակ եղած է եւ կմնա ամբողջ հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշը, մինչ Արաքածը, թեև կարևոր, կգտնվի միայն Հայաստանի ներկա սահմաններում մեջ։ Քննադատներու կարծիքով այս փոփոխությունները պատահական չեն, այլ կհամապատասխանեն իշխանության այսպես կոչված շագերտյալ իրական Հայաստանի քաղաքապարախոսության։ Հանրապետության հրապարակին վրա գազմագերբվող ցուցադրությունները եւս կխորացնեն այս տպավորությունը։ Պետական բեմադրությունները, նոր դարբերանշանները, Արաքածի ցուցադրությունը եւ զինվորական շքերթը շատերու կողմէ կմեկնաբանվին իբրև փորձ ստեղծելու ազգային նոր պատկերմը, որ ավելի համապատասխան է ներկա իշխանության քաղաքական ուղեկիցին։ Կամ ավելի ճիշտը, շքերթը կգազմագերբվի իբրև թե այսպես կոչված շագերտյալ ժողովրդին հաշվետվություն տալու եւ բանակը գրգին շագերտյալ արդիականացնելու ճանկերը արտարացնելու համար։ Թեև դեպաբար զիջողիմը համար արդիական եւ հզոր բանակը բեք չէ, չէ որ իշխանության գարկախոսը խաղաղություն է։ Այս իրավիճակի մեջ մեծ արձագանք ունեցավ նաև Միացյալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Մարկո Ռուբիոյի այցելությունը Երևան։ Այցելությունը տեղի ունեցավ ընտրություններեն անմիջապես առաջ եւ ընդգրկեց ռազմավարական համագործակցության խոսումներ։ Շատեր այս այցելությունը մեկնաբանեցին իբրև աջակցություն Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիրին։ Եվ շատ չանցած քննադատներու գասկածը փաստորեն իրականություն դարձավ, երբ Միացյալ Նահանգներու արտաքին գործոց նախարարը պաշտոնապես զորակցություն հայտնեց իշխանության գալիք ընտրություններուն։ Այս հայտարարությունը ինչ է, եթե ոչ օտարբերությանը ուղղակի աստեցության փորձը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններուն, եւ ինչ է,
եթե ոչ ինքնիշխանության ոտնահարում։ Այս բոլորը մեկ կողմ դրած 28 մայիսը կմնա հայկական պետականության վերածնունդի օրը։ Ան Սարդարաբադի, Աշաբարանի եւ Ղարա կիլիսեի հերոսամարտերուն հիշատակն է։ Ան սեփական ուժերով պայքարելու եւ անկախություն կերտելու խորհրդանիշն է։ Սիրելի ունկնդիրներ, անցնելով մեր հայդակիրի երկրորդ բաժինին Հայաստանեն արցանց մեզի պիտի միանա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնազու Հոյտայի անդամ Դարոն Ղազարյանը։ Մի խոսենք 28 մայիսի խորհրդի մասին եւ իշխանություններու կողմէ զայն իբրև կարոսարշավի կորձիկ օգտագործելու փորձերուն։ Պիտի անդրադառնանք նաեւ Հայաստան դաշինքի նախընտրական ծրագիրի մասին, մանավանդ երիտասարդության վերաբերող հարցերու շուրջ։ Խոսելով Հայաստանի առաջին հանրապետության անկախության տոնակատարության հետ կապված դեպքերուն Հայաստանի իշխանությունը կառավարությունը որոշած է զորաերթ կազմակերպել եւ այս զորաերթը դերևս 2018-ի վեր առաջին անգամն է, այսինքն ներկա իշխանության ուժի գալը յետք առաջին անգամն է, որ այսպիսի միջոցառումը տեղի ունենա։ Նաեւ այսօր զուգադիպությամբ եղած Հայաստանի զինված ուժերու զինանշանի փոփոխություն։ Այս բոլորը ինչ նշանակություն ունին նախընտրական շրջանի։ Դրված է լալով, որ ընտրությունները երկու շաբաթեն բագաս, այսինքն հունիսի 7-ին են արդեն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հեռավարների համար։ Դուք ինքներդ ձեր հարցում որոշ չափով պատասխան հնչեցրիք, քանի որ նախընտրական շրջան է, դրանով պայմանավորված իշխանությունները մանիպուլատիվ բազմաթիվ ձեռնարկներ են իրականացնում մեր ընտրողների սիրտը շահելու համար հերթական անգամ կարծում եմ հենց այդ նպատակով է մեր ճշնամական երկրի ղեկավարի Ալիևի թույլտվությամբ ձեռնարկվել է Երևանում այս զորահանդեսը եւ ոչ միայն զորահանդեսը, բազմաթիվ ձեռնարկներ են այս օրերին իրականացնում, որոնք կարող են իրականացվել կես տարի առաջ, 1 տարի առաջ, 2 տարի առաջ, բայց իրականացնում են հենց նախընտրական շրջանում, դա գրեթե ամեն շաբաթը 1-2 անգամ հանրապետության տարբեր շաբաթներում իրականացվող այսպես նախընտրական փարթիներն են, կենսաթոշակների փոքր չափով բարձրացում է, վերջերս լրատվադաշտում հայտնվեց վարորդական իրավունքների վերականգնման մասով են քաղաքացիների, ովքեր որ զրկված են վարորդական իրավունքներից, դրա մասով նորություններ հայտնվեցին, այսինքն սրանք բաց որոշ դեպքերում ընտրակաշառքներ են, որոշ դեպքերում հերթական անգամ մեր քաղաքացիներին խաբելու, քվե կորցրելու, հետո իշխանության մնալու պարագայում հունիսի 8-ից հետո նորից սկսելու քաղաքացիներին կերեկելու եւ որ ամենավատն է երկիրը անընդհատ նոր զիջումների տանելու հերթական ձեռնարկներում։ Այսինքն բարձրացելով ինչ որ խոստացած էին 5 տարի առաջ փորձում են որ ինչ որ գեդեր գադարեն այս վերջին 2 շաբթվան ընթացքին որովհետեւ կարենան որոշ չափով քվեարկություն հավաքել։ Ոչ, չեմ կարծում, որ իրենց նախորդ ընտրությունների նախընտրական խոստումներն են իրականացնում, կարճաժամկետ ձեռնարկներ են իրականացնում, որոնք որ ընդամենը առաջիկա 10-12 օրերին մեր քաղաքացիներին հերթական անգամ խաբելու փորձեր են։ Այսինքն իրենք իրենց նախընտրական քարոզչության շրջանում դեռևս էական նշмарվող խոստումներ չեն տվել։ Խոսել են միմիայն բացահայտ նորից նոր տարածքներ զիջելու մասին, բայց զորահանդես են իրականացնում Երևանի կենտրոնում, պատրաստ լինելով իշխանության մնալու դեպքում նորից զիջումներ իրականացնել, այսինքն Հայաստանի տարածքում իրենց հայեցողությամբ եւ Ալիևի դրդմամբ որոշել, որ կան ադրբեջանական բնակավայրեր, այդ բնակավայրերը վերցնել, կրկին հանձնել Ադրբեջանին, բայց
բացի այդ ռազմավարական նշանակության ճանապարհների, դիրքերի, բնակավայրերի հանձնումը Ադրբեջանի, նաև մեկ էական վտանգ կա մեր քաղաքացիների, մեր հանրապետության համար, դա շուրջ 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման վտանգն է, որը որ իրոք Դամոկլյան սրի նման կախված է մեր գլխին եւ պատկերացնենք, եթե դա տեղի ունենա 10, 20, 30 տարի հետո 300,000 ադրբեջանցիները ինչ թիվ կկազմեն մեր փոքր հասարակության ու փոքր երկրի մեջ։ Սա իրական աղետ կլինի Հայաստանի հետագա գոյության հանդիման։ Իսկ խոսելով Հայաստան դաշինքի կարոզարշավի մասին, ինչպես կորագեք զայն, ինչպես են մթնոլորտը ցես ընդունելությունը տարբեր շրջաններու մեջ։ Ես կարծում եմ դեպի դրական մեծ փոփոխություններ կան, տեսանելի փոփոխություններ կան, որովհետեւ մեր ժողովուրդը դուրս է եկել հետ պատերազմյան սթրեսային վիճակից եւ ժողովրդի լայն հատվածներ գիտակցել են, որ իրական ծանր սպառնալիքներ կան կախված մեր երկրի գլխին, ինչ որ կատարվել է, բայց ինչ որ կարող է կատարվել, դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ եւ այս առումով բավականին մարդկանց տրամադրությունները հուսադրող են բազմաթիվ շփումներում, մարզերում, Երևան քաղաքում տեղի ունեցած լավ տրամադրությունները նկատելի են քաղաքացիների մոտ, ու հուսանք այդ լավ տրամադրությունները կբերեն բաղտորոշ փոփոխության եւ վերջապես մեր երկիրը դուրս կգա այս իրավիճակից։ Իսկ ինչ կուզեք ասել այդ մթնոլորտը, որ այսպես լարվածություն ստեղծած է այսօր իշխանության եւ ինտիմատիվ ուժերու միջև։ Մենք տեսանք կարոզարշավի առաջին օրեն իսկ այսպես որոշ չափի ցեղարցակումներ, մանավանդ քաղաքացիական պայմանագրի տեխնազուների կողմից։ Բոլոր դեպքերում դա քաղաքացիական պայմանագրի տեխնացուների կողմից է գլխավորությամբ վարչապետի, որովհետև հիմնական ընդդիմադիր ուժերը, ովքեր որ շեմը հաղթահարելու եւ երկիր խնդիր լուծելու ունակ են, գրեթե բոլոր դեպքերում խոսում են իրենց նախընտրական ծրագրերից, խոսում են վտանգները չեզոքացնելու, խոսում են մեր ժողովրդի դրությունը իրապես բարելավելու հնարավոր եղանակներից, այսինքն բուն իրոք նախընտրական քարոզչական աշխատանքի մեջ են, ասում են, թե մենք գալիս ենք ինչի համար, փորձում ենք գալ ինչի համար, ինչ կարող ենք անել։ Դրա հակառակ երեսը Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ, մանիպուլյատիվ, այսպես Հայաստանում շատ կիրառվող բառ կա, լաչար քարոզչությունն է, անընդհատ մեղադրանքներ, կեղծ մեղադրանքներ, մարդկանց բանտարկելու մասին, այսպես փորձելով ժողովրդին գրգռել այդ ուղղությամբ, այսօր եւս նման հայտարարություններ են տեղի ունեցել, տվեք ինձ մանդատ, որպեսզի ես կարողանամ այդ ընդդիմադիր ուժերի առաջնորդներին բանտարկել։ Սա անծանոթ երևույթ չէ, սովորենք նախորդ ընտրապայքարներին եւս այս մոտեցումը կիրառել է, բայց ինչպես բոլոր դեպքերում իր ասածները ինչ ասել է, արել է հակառակը։ Ինքը այն գործիչն է, որ ամենաշատն է ժողովրդի անունից խոսել, բայց ամենաշատն է գործել ժողովրդի շահերին դեմ։ Հիմա հայտարարություններ արել, որ դա մենք չենք որոշելու, գնալու ենք ԵՄ, թե մնալու ենք ԵԱՏՄ-ում, դա ժողովուրդն է որոշելու։ Բայց եթե այս նախընտրական շրջանից դուրս փորձենք հիշել էական հարցերում ինքը քանի անգամ է ժողովրդի կարծիքը հարցրել, անձամբ ես չեմ հիշում նման նախադեպեր։ Հերթական պիտի կրկնվեն մանիպուլյատիվ դրսևորումները մինչև հունիսի 7-ը կիրառվող, ես լիահույս եմ, որ ժողովրդի ցանկացած շերտ չի կապվելու, ավելի հեռատես կգտնվի այս անգամ եւ իր ճիշտ ընտրությունը կկատարի։ Որտեղ բազմիցս արդեն տեսել ենք, ինչ ասել հակառակն է արել, ասել է Հայաստանը, Արցախը Հայաստան է եւ վերջ, տեսել ենք հետևանքներն ինչ է եղել։ Ասել է ժողովուրդ ջան, ձեր կենսամակարդակը բարելավելու ենք, թալանածը ետ ենք բերելու, հետո ասել է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է։ Ասել է, որ թալանածը ետ ենք բերելու, դուք լավ եք ապրելու, բայց տեսել ենք, որ լավ են ապրում քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները եւ իրենց կյանքում այսպես բարձ ու փոքր փոփոխություններ չեն եղել։ Եղել են տեսանելի հսկայական փոփոխություններ, մարդիկ հարստացել են 300, 500, 1000, 2000 անգամով մինչև իշխանության գալը։ Իսկ ինչպես կամփոփեք Հայաստան դաշինքի
գալիք 5 տարիներու այսպես ծրագիրը մանավանդ խոսելով երիտասարդական ծրագիրներու մասին ինչպես կդարբերվի այլ խմբակցությունները որոնք մասնակցին այս ընտրություններուն Նախ Հայաստան դաշինքը կարծեմ միակն այս նախընտրական ընտրապայքարի մեջ, որ երիտասարդներին առաջարկում է անվճար բուհական կրթություն, որը որ լրիվ իրատեսական դրույթ է, սա մեծ խնդիր է միշտ մեր հասարակության մեջ, քանի որ շատ երիտասարդներ զրկվել են բարձրագույն ուսման հնարավորությունից, քանի որ եղել են կարիքի մեջ, ունեցել են սոցիալական խնդիրներ, իրենք, իրենց ծնողները, տեսանելի եւ հետաքրքիր առաջարկ կա նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար, տաքսու վարորդների համար, որոնց աշխատանքը երբևէ ստաժ չի համարվել, որոնք այլ զբաղվածություն չեն ունեցել իրենց հիմնական եկամուտը ապահովել են տեսակ աշխատանքներով, իրենց աշխատանքը ստաժ է համարվելու, իհարկե ամենակարևոր կետերից մեկը բանակի մարտունակության, պաշտպանունակության բարձրացման վերաբերող կետն է, այսինքն համակարգային հիմնային փոփոխություններ է առաջարկում Հայաստան դաշինքը, որը որ կարող է բերել եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման եւ ամենակարևորը երկրի անվտանգության, ամրապնդման ուղղության երիտասարդները եւս Հայաստան դաշինքի այսպես քարոզչական աշխատանքների մեծ ներգրավվածություն ունեն, թե որպես քաղաքական թիմի անդամ, թե որպես աջակիցներ եւ հենց կարելի ասել, որ երիտասարդներն են ապահովում բարձր տրամադրությունը այս գեղեցիկ գույները, եթե կարելի այսպես ասել, քարոզարշավի եւ գլխավոր տարբերություններից մեկը մեր հենց իշխող ուժի համեմատ դա է, որ մենք ասում ենք իշխանության գալու պարագայում ինչ կարող ենք անել, ինչով կարող ենք ժողովրդի դրությունը բարելավել, ինչով կարող ենք երկրի դրությունը բարելավել, իսկ իշխող ուժի պարագայում իհարկե այդ խոսույթը չկա, ագրեսիվ ռետորաբանություն է, մարդկանց բանտարկելու, բաժելու, ունեցվածքը խլելու, գիտեք, ընդդիմադիր գործարարներին եւս սպառնում են ունեցածը ձեռքներից խլելու, այսպես հերթական մոտեցումներով, ինչը նաեւ բավականին խնդրահարույց է հետագայում երկրում ներդրումներ ապահովելու տեսանկյունից, բիզնեսը խրախուսելու տեսանկյունից, այնպես չի, որ իրենք չունեն երկրում սիրելի գործարարներ, ունեն բավականին սիրելի գործարարներ ունեն, այնպես չի, որ այսօր մեր երկրում մենաշնորհ չկա, մենաշնորհ կա, թալան էլ կա, ու այդ թալանի գլխավոր հովանավորները եւ շահառուները հենց իրենք են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այնպես որ այս խառնաշփոթից, այս հասարակական պառակվածությունից, անվտանգային այս մարտահրավերներից, հետագա զիջումներից խուսափելու հարցերից դուրս բերող ուժ կարող է լինել միայն Հայաստան դաշինքը, որտեղ բազմիցս մեր թիմակիցները արտահայտվել են, որ սա փորձարկման շրջան չէ, մենք բավականին խրված ենք այս մտանքների մեջ, ժամանակն է ընտրելու փորձառությունը, իսկ նախորդ տարիների փորձառությունը ցույց է տալիս, որ միշտ դրական դինամիկա եղել է, կայուն դինամիկա եղել է Հայաստանի եւ անվտանգության ապահովման եւ տնտեսական զարգացման ուղղությամբ եւ ի վերջո մեր ուժի կողմից հնչած խոստումները մշտապես կատարվել են, այսինքն չեն եղել նախընտրական խոստումներ, որոնք որ մնացել են նախընտրական ծրագրի մեջ եւ չեն իրականացել, կյանքի չեն կոչվել։ Իրենց պարագայում հակառակն է, ինչպես եղել է, այդպես էլ շարունակվելու է։ Խոստանալու են, հետո ձախողելու են կամ չեն էլ փորձելու կատարեն եւ վերջում դա հենց ժողովրդի ու բավականին երկար տարիներ առաջ կառավարված նախկին իշխանությունների գրպանն են փորձելու գցել։ Իսկ այս վերջին տարիների ընթացքին իշխանությունը նաեւ հաջող բարակտած է Սփյուռք Հայաստան գաբը։ Ինչ է ձեր գարդիկը այս գծով։ Սփյուռքը ինչպեսի թեր կգնա ունենալ Հայաստանի զարգացման մեջ։ Ես կարծում եմ հայաստանյան իշխանությունները պետք է ունենան իրավ պատասխանատվություն Սփյուռքի ամբողջականության, միասնականության, Հայաստանի հետ լավ հարաբերությունների պահպանման, ի վերջո գլխավոր խնդիրներից մեկի հայապահպանության գործում։ Հիմա իրենց գործելավոճին բնորոշ եղանակով սփյուռքյան համայնքներ են պառակտել, սեպ են խրել Հայաստանի Սփյուռքի հետ հարաբերությունների մեջ եւ այստեղ էլ պետք է լինի ուժ, լինեն գործիչներ, լինեն կառավարիչներ, ովքեր որ այդ եւ գիտակցությունն ունեն եւ այդ կարողություններն ունեն ջանքեր դնելու եւ այդ միասնականությունը վերականգնելու, որովհետեւ
մենք շատ մեծաթիվ ազգություն չենք, բայց երկու անգամ, երեք անգամ դրսում ապրող ավելի շատ հայրենակիցներ ունենք, ովքեր որ մեծ ներուժ ունեն եւ նյութական ներուժ եւ մտավոր ներուժ եւ մասնագիտական ներուժ, որոնք որ կարող են գործի դնել հայրենիքի այսպես շենացման, անվտանգության ապահովման գործում, որովհետեւ ես կարծում եմ Հայաստանն առանց Սփյուռք կամ Սփյուռքը առանց Հայաստան կիսատ է, եթե այլ բառով չփորձեմ ասել։ Հայաստանի առաջին անկախության դոնին շեմին ինչ ուղերձ կուզեք հղել մեր հայրենագիցներուն։ Գիտեք, ամենապատեհարմար առիթ առաջիկա խորհրդարանական ընտրությունն է։ Մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր որ գիտեն պետականության արժեքը, ովքեր որ գիտեն ինչ բան է հերոսամարտը, ովքեր որ գիտեն ինչ բան է արյան, հարյուրավոր, հազարավոր նահատակների գնով երկիր վերականգնելն ու կառուցելը, ես լավ կխնդրեմ, կհորդորեմ իրենց անպայման մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Հետո որ ամենակարևորն է իրենց շրջապատում գտնվող մարդկանց, բարեկամներին, հարազատներին, ծանոթներին այդ հորդորը հղել գնալ ընտրության, որովհետև եթե մեծ մասնակցություն լինի ընտրություններին, իշխանությունները անխոս պրոբլեմ ունենալու են, արդեն իրենց ագրեսիվ վարքը դրա մասին է խոսում, որ իրենք էլ են գիտակցում։ Ես կոչ կանեմ, որպեսզի մայիսի 28-ի խորհուրդը պետական անկախության օրվա խորհուրդը ինչու չէ, սահմանադրության օրվա խորհուրդը ինչու չէ, ընդհանրապես պետականության ունենալու այդ արժեքավոր խորհուրդները այսպես չկորցնելու համար, չխեղաթյուրելու համար գնան ու կողմ քվեարկեն այդ պետականությունը պահպանելու օգտին։ Երկիրը թուրքացման տանող իշխանությունների դեմ քվեարկեն, մերժեն այդ իշխանություններին եւ այդպիսով իշխանափոխության դեպքում մայիսի 20 եւ խորհուրդը կվերականգնվի եւ հետագայում հնարավոր դեպքերում, կարելի դեպքերում զորահանդեսներ անելն էլ արժեք կունենա, լավ այսպես Սփյուռքի հետ հարաբերություններն էլ իհարկե կվերականգնվեն ու կամրապնդեն։ Խնդիրները բազմաթիվ են։ Հենց այս մայիսի 28-ին ընդառաջ շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանից մինչև Սփյուռք, Սփյուռքից մինչև Հայաստան տոկունություն եմ մաղթում եւ կրկին եւ խնդրում եմ եւ հորդորում եմ գնալ մասնակցել ընտրություններին եւ իրեն շրջապատին եւս հորդորել։ Շնորհակալ ենք այս հարցազրույցին համար, ձեզ հաջողություն, գալիք օրերուն, մինչև հունիսի 7-ը դեսնելով արդյունքները ընտրություններուն։ Սիրելի ունգընտիրներ, ես եմ շնորհակալ։ Այո։ Մեր հաջողությունը կլինի բոլորի հաջողությունը, կլինի նաև մեր այն փոքրաթիվ հայրենակիցների հաջողությունը, ովքեր որ մինչ օրս տարբեր հանգամանքների բերումով սատարում են այս իշխանություններին, բայց նաև կլինի իրենց հաջողությունը, համայն ժողովրդի հաջողությունը, լիբանանահայության, սիրիահայության, Ամերիկայի, Հայաստանի ուր որ հայություն կա եւ բնականաբար մեր պետականության հաջողությունը կլինի։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, մեզի հետ էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնազու Հոյթայի անդամ Դարոն Ղազարյանը։ Ձեզ հետ էր Հարութ Մարգոսյանը ընդրական ակնարկ հայտակերով։ Մինչ հաջորդ հանդիպում մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։